Խաչատրյան շատ հաճախ ասում են անզուսպ խանդ, պաթոլոգիկ խանդ, երբեմն նաև ասում են խանդի զառանցանք, տարբեր իրավիճակներ են, այնուամենայնիվ կուզենայի խոսենք խանդի զառանցանքի մասին, ինչ է դա։ Դա սինդրոմ է համարվում, ախտաբանական, որը որ առանձին ախտորոշման համակարգում չի մտնում, այլ ինքը այս կամ այն հիվանդության ինչ-որ դրսևորում է։ Կամ առանձին է, հա, ինքը երբեմն դրսևորվում, որը որ կարիք ունի ճիշտ ախտորոշման, եթե այսպես չակերտավոր նորմալ դրսևորվող խանդի պարագայում հիմքերը, իրավիճակները ինչ-որ մի ձևով կասկածի տակ են դրվում խանդողի կողմից եւ ինքը փաստարկ կամ ապացույց է պահանջում դա հասկանալու կամ ապացուցելու համար, խանդի զառանցանքի դեպքում ընդհանրապես բացակայում է քննադատողականությունը եւ որևիցե կերպ իրողությունը եւ իր միտքը, իր վերագրումը խանդային դրվագների վերաբերյալ չի այսպես վիճարկվում։ Իրեն թվում է, այսինքն չի թվում, համոզված է, որ կինը, օրինակ, գիշերը տանից դուրս է գնացել, ինչ-որ մեկի հետ հանդիպել է, սեռական հարաբերություն է ունեցել եւ հետ է վերադարձել։ Դա կարող է վերագրվել բարեկամներին, հարազատներին, հարևաններին, գործընկերներին եւ դա այնքան հիմնովին է ներկայացվում, որ վիճարկել, քննարկել եւ ապացուցել գրեթե անհնար է կամ իմաստ չունի։ Սա իհարկե հիվանդության դրսևորում է եւ սա կարող է լինել եւ ալկոհոլամոլության հետևանք եւ թմրամոլության հետևանք, գլխուղեղային վնասվածքի հետևանք, այս կամ այն հոգեկան հիվանդության հետևանք, պետք է հասկանալ պատճառը եւ անպայման այստեղ բժշկական, հոգեբուժական միջամտությունը պարտադիր է լինում եւ հավելյալ արդեն հոգեթերապևտիկ աշխատանքը, եթե իհարկե ստացվում է անձի հետ։